Շնորհակալություն, պարոն Շաբոյան, 2015 թվականի մարտի 2-ին Սերժ Սարգսյանը ձեզ վերանշանակեց ձեր պաշտոնում, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, եւ այդ օրվա դրությամբ 2015 թվականի մարտի 2-ի դրությամբ Երևան քաղաքում շաքարավազ օրինակ արժեր 395 դրամ, իսկ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 262 դրամ, այսինքն ավելի էժան էր Վրաստանում շաքարավազը 133 դրամով։ Հարցս հետևյալն է, ձեր կարծիքով ինչ կապ ունի այս փաստը այն իրողության հետ, որ Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում սպառելու համար Հայաստան շաքարավազ ներկրում է մեկ անձ, ես չեմ ասում մեկ ՍՊ է, մեկ անձ, եւ այդ անձը հանրապետական խմբակցության падգամավոր Սամվել Ալեքսանյանն է։ Եվ ուսումնասիրել եք արդյոք, թե ինչ կապ ունի այս փաստը Սերժ Սարգսյանի 2014 թվականի հունվարի 29-ին Չեխիայի մայրաքաղաքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության հետ, երբ Բռնո քաղաքից հայ գործարար Արսեն Անունով Սերժ Սարգսյանին հարցնում էր, թե օրինակ ինչու է շաքարը Հայաստանում մեկ մարդ ներկրում, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրել»։ Ես հիմա ձեր ծրագիրն եմ կարդում եւ այնտեղ գրած է, որ դուք պետք է պայքարեք պետական հովանավորչության եւ այլն հետ, որ պետությունը իր լծակների գործադրմամբ մենաշնորհներ չտա։ Հիմա այս փաստը ինչպես եք մեկնաբանում։ Հաջորդ փաստը Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայում, Ավստրիա պետությունում, խանութներում բանանը վաճառվում է 500 դրամով։ Երևանում վաճառվում է 1300 դրամով։ Ինչ կապ ունի այս փաստը ձեր կարծիքով մամուլում եւ հանրության շրջանում լայնորեն շրջանառվող այն լուրերի հետ, որ Հայաստանում կա բանանի ներկրման մենաշնորհ եւ այդ մենաշնորհին տիրապետում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։ Ձեր ղեկավարած մարմինը այս փաստերը ուսումնասիրել է եւ արել է արդյոք համապատասխան հետևություններ։ Եվ արդյոք ուսումնասիրել եք այն տեղեկությունները նաեւ մամուլում շրջանառվող, որ օրինակ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկ Հայաստան չի կարող բանան ներկրել։ Եվ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ոչ մեկ չի կարող Հայաստան շաքարավազ ներկրել։ Հիմա կարող եք ազգային ժողովի տեղեկություններ տալ, թե ինչքանով են այդ տեղեկությունները, լուրերը համապատասխանում իրականությանը եւ ինչպես եք դուք դա պարզել։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ, ուրեմն ձեր հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում եւ ես կարծում եմ դրանք անիմաստ են եւ անհեթեթ։ Այս ուղղություններով իհարկե մենք ուսումնասիրություններ իրականացրել ենք, մասնավորապես շաքարավազի շուկայում, մասնավորապես բանանի ներկրման ոլորտում, քանի որ այո, այս ոլորտներում կան խոշոր ընկերություններ եւ խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում գործունեությունը։ Մենք բարբերաբար ուսումնասիրություններ ենք կատարում։ Խնդիրը ամբողջությամբ գտնվում է ուրեմն տնտեսագիտության ոլորտում։ Մի անգամ ես նաեւ առիթ ունեցել եմ դրա մասին ձեզ ներկայացնեմ եւ ուզում եմ անպայման նշել, որ մեր կառույցի համար բացարձակապես նշանակություն չունի տնտեսվարողների, սեփականատերերի կարգավիճակը եւ ես չգիտեմ թե որ տնտեսվարողի սեփականատերը ով է հանդիսանում, բացարձակապես եւ դա մեզ չի հետաքրքրում։ Մենք գործ ունենք տնտեսվարողների հետ, գնահատում ենք տնտեսվարողների տնտեսական գործունեությունը։ Եթե շաքարավազի շուկայում դուք Alex Greek ընկերությունը նկատի ունեք, ապա մեր հաշվարկները ցույց են տալիս հետևյալը. Alex Greek ընկերությունը շաքարավազի հումք է ներմուծում Հայաստանի Հանրապետություն եւ տեղում գործարանում արտադրում է շաքարավազ։ Երբ որ մենք ներկրումները պատրաստի շաքարավազի գնագոյացումը համատում ենք տեղում արտադրության հետ, ապա տեսնում ենք, որ երկրի ներսում արտադրելը բնականաբար ավելի ձեռնտու է եւ ավելի շահավետ։ Այսինքն հումք ներկրել եւ տեղում արտադրել դա ավելի ձեռնտու է։ Եվ որպեսզի երկրորդ ընկերությունը լինի այս ոլորտում,
եթե դուք ասում եք երկրորդ ընկերություն ինչու չկա, ապա բնականաբար երկրորդ ընկերությունն էլ պետք է ներմուծի եւ տեղում արտադրություն կազմակերպի։ Իսկ շաքարավազի արտադրությունը կազմակերպվում է մեծ գործարանում, մեծ ծավալի ներդրումներ են իրականացվել եւ ասեմ այդ գործարանը, որտեղ այսօր շաքարավազը արտադրվում է, գործարանի առաջարկ ավելի շատ է, քան թե պահանջարկը եւ տարվա որոշակի ժամանակահատվածում գործարանը չի աշխատում։ Այսինքն, որպեսզի մենք ունենանք երկրորդ մասնակից, ուրեմն երկրորդ գործարանը պետք է կառուցվի, բայց դա տնտեսագիտորեն անտրամաբանական է եւ անիմաստ, որովհետեւ այն գործարանը, որ կա, բավականին շատ հզորություններ ունի, մեծ հզորություններ ունի եւ կարող ենք ասել, որ իր առաջարկը շատ ավելին է, քան թե մեր երկրի պահանջարկը։ Եվ այս տեսանկյունից արդեն երկրորդ ընկերության, երկրորդ գործարանի արկայությունը դա տնտեսագիտորեն անիմաստ է։ Եվ այս պարագայում բնականաբար նպատակահարմար չէ, որպեսզի նպատակահարմար տնտեսագիտորեն չի կարող լինել երկրորդ տնտեսվարողի մասնակցությունը։ Մեր հիմնական խնդիրը, որպեսզի պայքարենք մուտքի խոչընդոտների դեմ։ Այս ոլորտում պաշտոնապես եմ ես ասում, համոզված եմ ասում, մուտքի խոչընդոտներ չկան։ Այսինքն, եթե տնտեսապես ձեռնտու է եւ շահավետ, ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ինչպես պատրաստի շաքարավազի, այնպես էլ շաքարավազի հումքի ներկրումներ։ Այսինքն մեր խնդիրը նայել տեսնել մուտքի խոչընդոտներ կան թե ոչ, պատասխանատվությամբ հայտարարում են, որ չկան։ Ինչ վերաբերվում է բանանի ոլորտին, ապա այս ոլորտը նույնպես մեր ուսումնասիրության ներքո է գտնվում, մեկ անգամ մենք գերիշխող դիրքի չարաշահման համար խոշոր ընկերությանը ենթարկել ենք պատասխանատվության, խոսքը վերաբերում է Catering Group ընկերությանը, որը խոշոր ընկերություններից է, բանան ներկրող ընկերություններից եւ գնագոյացման ուսումնասիրություններ իրականացնելիս գերիշխող դիրքի չարաշահում ենք բացահայտել եւ ուրեմն ենթարկել ենք պատասխանատվության։ Բնականաբար, եթե նորից կլինեն չարաշահումներ, ապա կբացահայտենք եւ պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրականացնենք։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան։ Պարոն Շաբոյան, այսօր առավոտյան Թբիլիսի քաղաքում շաքարավազը արժեցել է 280 դրամին համարժեք լարի։ Երևանում արժի 395 դրամ։ Այսօր առավոտյան եվրոպական քաղաքներում բանանը կամ Եվրոպայի կենտրոնում գտնվող երկրներում, որոնք նույնպես ծովի ափին չեն գտնվում, բանանը արժի 500 դրամին համարժեք եվրո։ Հիմա դուք դες թույլ եք տալիս, ես դες հարց եմ տալիս, դուք թույլ եք տալիս որակում տալ, անիմաստ, անհեթեթ։ Եթե դուք լսեիք ձեր պատասխանները կողքից, ընդհանրապես այս ամբիոնից դուք ինչ եք խոսում, դուք այն ժամանակ կիմանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է։ Երբ որ հետևեիք Հայաստանում մրցակցության իրավիճակին եւ ձեր հանձնաժողովի գործունեությանը, կիմանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է։ Հիմա ես ձեզ որտեղ նայում եմ, հասկանում եմ, որ ձեզ այդտեղ նշանակող մարդիկ ընդհանրապես անիմաստ են ու անհեթեթ։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ ես ձեզ կոչ եմ անում, ուրեմն պահպանել էթիկայի կանոնները եւ լինել չափի մեջ, առաջինը։ Եվ երկրորդ ես ձեզ կոչ եմ անում, ուրեմն խոսել տնտեսագիտության լեզվով, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություններ կատարել։ Դուք ինչ որ թվեր եք հրապարակում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Խոսում եք շաքարավազի 395 դրամի մասին։ Այս պայն թվերը գտնվում են իմ ձեռքի տակ։ 369 դրամ Երևան City խանութներում վաճառվում է շաքարավազ, մանրածախ գինը։ Հիմա դուք ինչ որ թվեր եք հրապարակում տարբեր երկրներում, դա տնտեսագիտորեն, մեթոդաբանորեն ճիշտ չէ նման խոսակցությունը, դա ընդհանրապես պոպուլիստական հայտարարություն է։ Թվեր եք հրապարակում եւ ես շատ կասկածում եմ, որ այդ թվերը իրականությանը համապատասխանում են։ Ելնելով այն պարզ պատճառից, որ մեր երկրում շաքարավազի գինը այս պայն 369 դրամ է, ամենամեծ մանրածախ առևտրի խանութում, որը ամենաներկայացուցչականն է, 369 դրամ, դուք հենց իմը 395 դրամ եք հրապարակում։ Դուք պաշտոնական թվեր ներկայացեք մյուս երկրների վերաբերյալ, այն ժամանակ խոսենք։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ դրանք համապատասխանում են իրականությանը։ Եվ եթե լինեն այո գնային տարբերություններ, ապա գնագոյացման վրա բազմաթիվ գործոններ են ազդում։
Եվ ասել այս ապրանքի գինը այս երկրում այսքան է, այն ապրանքի գինը այնքան, դա սխալ է, որովհետև ապրանքները տարբեր են, մեթոդաբանությունը տարբեր է եւ ապրանքների վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Մեթոդաբանական տեսանկյունից սխալ է նման համեմատություններ կատարելը եւ դա տնտեսագիտություն չէ նման ձևով ուրեմն խոսելը քննարկում անելը։